Պայծառակերպության տոնն այս տարի կնշվի հուլիսի 12-ին։ Պայծառակերպությունը կամ Վարդավառը հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է, որին մարդիկ պատրաստվում են շաբաթապահքով։ Յուրաքանչյուր պահք առիթ է մեղքերը ինքնաքննությամբ ճանաչելու, աղոթքով, բարի գործերով, խոնարհությամբ եւ ապաշխարությամբ զղջալու եւ ապաքինվելու։ Կարևոր է պահեցողությունը անցկացնել աղոթքով, Սուրբ Գիրք կարդալով, խորհրդածելով եւ եկեղեցի հաճախելով։ Պայծառակերպության տոնը Թաբոր լեռան վրա Քրիստոսի այլակերպվելու եւ աշակերտներին աստվածային փառքով երևալու ավետարանական պատմության հիշատակությունն է։ Այդ դրվագը նկարագրել են Մարկոս, Ղուկաս եւ Մատթեոս ավետարանիչները։ Քրիստոսի դեմքը փայլեց որպես արեգակ, իսկ նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը։ Թաբոր լեռան վրա տեղի ունեցածը Հիսուս Քրիստոսի աստվածային բնության հավաստումն է, ասում են հոգևոր հայրերը։ Պայծառակերպության տոնը կամ ինչպես ժողովուրդն է սիրում անվանել Վարդավառը, մեծ ժողովրդականություն է վայելում, հարուստ է ավանդույթներով։ Օրվա տոնական մթնոլորտը ապահովում է միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթը։ Պայծառակերպության տոնին հուլիսի 12-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ։ Հաջորդ օրը մեռելոց է։ Կրկին պատարագ է մատուցվում, որի ավարտին կատարվում է հոգեհանգստյան կարգ։